Ողջույն եղբայրներ, քույրեր, Տերը օրհնի մեզ բոլորիս։ Շնորհակալ ենք տերունական օրվա համար։ Ես չգիտեի, որ հենց գալիս են ձեր մոտ, 1 րոպե հետո պետքա խոսամ։ Լավ հասցրեցինք։ Սա Տիրոջ սերն է, եղբայրներ, քույրեր։ Սա Տիրոջ սերն է, որ Սուրբ Հոգու միջոցով տարածվել է մեր սրտերի մեջ, որի համար ասում ենք փառք ես Տեր Հիսուս։ Փառք ես։ Մի բան հորդորական ուզում եմ կարդամ Սուրբ գրքից, բայց կարևոր բան է այս օրերի մեջ, եղբայրներ, քույրեր։ Գիտեք, շատ լավ է քարոզներ լսել, շատ լավ է հոգևոր ընթացներ ունենալ, բայց կարծում եմ, որ Տերը ուրախանում է այն ժամանակ, երբ որ իր խոսքը մեր ականջներից կարող է հուշեք որտեղ է անցնում, մեր սրտի մեջ։ Եվ Տերը ուզում է ոչ թե արտաքնապես հարցեր լուծի մեր կյանքի մեջ, այլ Տերը ուզում է որտեղ հարց լուծի, նորից հուշեք ինձ, սրտի մեջ, եղբայրներ, քույրեր։ Սա կարևոր բան է, ուզում եմ կարդամ 2-րդ օրինաց ժամանակը շահենք 8-րդ գլուխ, 2-րդ օրինաց 8-րդ գլուխ։ Ամեն պատվիրանքները, որոնք այսօր կպատվիրեմ ձեզի, զգուշ եղեք, որոնեք, որպեսզի ապրեք, շատանաք, մտնեք, ժառանգեք այն երկիրը, որ Տերը ձեր հայրերուն երթումով խոստացավ։ Միտքդ պահե այն բոլոր ճամփան, որ քո Տեր Աստվածդ այս 40 տարին քեզ անապատի մեջ պտտացրեց, բայց քանի օրում պետքա մտնեին, կարող է հուշեք, քանի օրում, 40 օրում պետքա մտնեին, բայց 40 օրը դարձավ ինչքան, 40 տարի, հիմա ասում է, քո Տեր Աստվածդ այս 40 տարին քեզ անապատի մեջ պտտացրեց, եղբայրներ, քույրեր, նպատակ ուներ, նա հենց այնպես այդ օրերը չշատացրեց, որովհետև ուզում էր մարդու սրտի հոգու ներքնաշխարում հարցեր լուծվի, որ մարդը ճանաչի ինքը իրեն, 40 տարի պտտացրեց, ինչի համար, քեզ խոնարհեցնելու համար, քեզ փորձելու համար ու սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք դունանոր պատվիրանքները պիտի պահես, թե ոչ, այսքան պտտացրեց 40 օրը, 40 տարի, որպեսի մարդը հասկանա ինչը, եղբայրներ, քույրեր, սրտիդ միջինը իմանալու համար։ Մի փոքր ներքևից 5-րդ համարից կարդում եմ, եւ սրտիդ մեջ գիտենաս, որ ինչպես մարդը կխրատե իր որդին, քո Տեր Աստվածը տալ քեզ այդպես կխրատե, որտեղ իմանաս, սրտիդ մեջ իմանաս։ Շարունակությունը կարդում եմ նույն գլխի 11 համարից, քո անձից զգուշությունները չլա, որ քո Տեր Աստվածդ մոռանաս, ուրեմն հնարավոր է, որ մարդը իր Տեր Աստծուն մոռանա, հնարավոր է, թե չէ, գրածը հնարավոր է, ասում է զգուշություն արա եւ շարունակությունը մոռանաս ու չպահես անոր պատվիրանքները, դատաստանները, կանոնները, որոնք այսօր քեզի կպատվիրեմ եւ 14 համարը կարդում եմ, չլա որ սիրտդ հպարտանա ու քո Տեր Աստվածդ մոռանաս։ 17 խոսքը շարունակությունը եւ սրտիդ մեջ չսես, թե այս հարստությունը իմ կարողությունովս ու իմ ձեռքիս ուժովը վաստակեցի։ Եղբայրներ, քույրեր, ընդամենը մի գլխի կես հատված, բայց 4-5 անգամ նշեց, ինչի վրայով նշեց Տերը, որ սրտիդ մեջ չկատարվի այդ բաները։ Ուրեմն հիմա հարց եմ ուզում տամ, դա կարևոր է սրտի հարցը Տիրոջ առաջ, թե կարևոր չի, եղբայրներ, քույրեր։ Դա շատ կարևոր է, այո, շատ կարևոր է։ Ես հիմա ուզում եմ զուգահեռ համար մի հատ կարդամ, տեսեք ինչ ասում։ Երեմիայի մեջ այս ձևի համար կա գրված, 17-րդ գլուխ 9-րդ խոսքից Երեմիայի, տեսնենք ինչ ասում Տիրոջը խոսքը։ Երեմիա 17, 9-րդ համարից, սիրտը ամեն բանեն ավելի խաբեբա ու խիստ չար է, զանիկա ով կրնա գիտնալ, ես Տերս սրտերը կքննեմ, երիկամունքները կփորձեմ,
որպեսի մարդուն իր ճամփաներուն համեմատ ու իր գործերու պտուղի համեմատ հատուցում անեմ։ Աստված ինչն է քննում, եղբայրներ քույրեր, մարդու սիրտն է քննում։ Եղել այդ ձևի բան ես ընդեղ էլ հիշացրեցի, լսել եմ եղբայրներից։ Մի անձնավորություն մեկին բաներ ասում, բացական բաներ, հետո երևի խիղճը իրան հանդիմանում ասում, լսի, այս ինչ որ ասեցի, դու իմ ասածները մի բան արա, իմ սիրտս մաքուր է քո առաջ։ Բայց եղբայրներ քույրեր, մարդը ինչի ավելցուկից է խոսում, կարող է հիշում եք, ինչի ավելցուկ, սրտի ավելցուկից։ Մի եղբայր է, որ լսել է, գիտեք ինչ ասել է, բա այդ ասածները թոքերից է դուրս գալիս։ Բնական է սրտից է դուրս գալի։ Եղբայրներ քույրեր, հիմա մյուս համար է, որ ես ուզում եմ կարդամ, տեսեք Եզեկիելի մեջ ինչ է ասում։ 11-րդ գլխից եմ ուզում կարդամ։ Աստված հոգ է տանում, մարդու իր ստեղծած մարդու համար հոգ է տանում, որ այս օրերի մեջ մենք չմնանք այդ վիճակում։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է, Տերը չի նայում մարդու արտաքինին, Տերը չի նայում մարդու ասածներին, Տերը նայում է մարդու, նորից շեշտը դնում ենք սրտին։ Խոսքը հիշում եք, ես բարձրերում եմ բնակվում, բայց ում հետ եմ, կոտրած եւ խոնար սիրտ հոգի ունեցողի հետ եմ։ Աստված նայում է եւ այս աշխատանքը, այս վիրահատությունը, որը հիմա պիտի կարդամ ես, Տերը ուզում է այսօր կատարի ինձանից սկսած ամեն մեկիս կյանքի մեջ, եղբայրներ քույրեր։ Եզեկիել 11-րդ գլուխ 19 համարից եմ կարդում։ Եվ անոնց մեկ սիրտ պիտի տամ։ Նորից շեշտը դնում է ինչի վրա։ Դուք պատկերացնում եք, ստեղ նստած ենք այսքան հոգիներ, բայց Աստված ուզում է այս բոլորիս նույն ձևի սիրտ տա։ Հələ տեսնենք ինչ ձևի սրտի մասին է խոսքը։ Ու անոնց ներսիդին նոր հոգի պիտի դնեմ։ Եվ անոնց մարմնեն, տեսնում եք ինչ վիրահատություն անում։ Քարեղեն սիրտը պիտի հանեմ, ուրեմն մենք ինչպիսի սիրտ ունենք, եղբայրներ քույրեր, քարեղեն սիրտ ունենք, եւ անոնց մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Ինչի, Տեր Աստված, հեն այդ սիրտը կա, էլ ինչի ես ուզում դու փոխես։ Ասում է թե ինչի համար, 20-րդ համար, որպեսի իմ օրենքներուս մեջ քայլեն։ Ուրեմն քարեղեն սիրտը չի կարող, եղբայրներ քույրեր, Աստծո կանոնների մեջ նա չի կարող քայլել։ Եվ շարունակությունը, որպես իմ օրենքների մեջ քալեն ու իմ իրավունքները սպահեն ու զանոնք ի գործ դնեն եւ անոնք ինձի ժողովուրդը լան, ես ալանոնց Աստված ըլլամ։ Եղբայրներ քույրեր, սա խորհելու տեղիք է տալի, ես մտածում եմ, մենք ճանապարհ ենք անցնում, դու որոշակի ճանապարհ, ես որոշակի ճանապարհ, բայց Տերը ուզում է ոչ թե մենք այդ ճանապարհի մեջ ուղղակի ինքնահոսի գնանք, այլ ամեն օր մեր անձերը քննություն անենք, այդպիսի բանի կարիքը զգում եք թե ոչ, եղբայրներ քույրեր, խորհուրդ անենք, մտածենք մեր անձի վրայով, մեր ներսի վրայով, եղբայրներ քույրեր, այդ ձևի բան եմ լսել տարիներ առաջ, ասում եմ մի հոգի տեսնում է, որ մեկը գալիս է սեփական տունը, տեսնում է, որ գալիս է լուսամուտից, ասում է էլի եկավ, հեսա խանգարի ինձի ժամանակս կտանի, հետո որ դուրը ծեծում է, դուրը բացում, ասում է վայ քույրիկ ջան, եկար, ասում է, այս ինչ լավ էր որ եկար, համապատասխանում է ասածը սրտի հետ ոչ, մարդու բերան ուրիշ բաներ է խոսում, բայց մարդու սրտի մեջ կատարվում է ուրիշ բաներ։ Ես մի համար էլ ուզում եմ լրացնող կարդամ Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ։ Եղբայրներ քույրեր, թե լավ բանը, թե վատ բանը կատարվում է մարդու սրտի մեջ է կատարվում։ Աննան գնացել է տաճար, բանավոր ասեմ, եւ Աննան զավակ չունի։ Հիշում եք այդ պատմությունը։ Գնացել է տաճար եւ հեղի քահանան կողքից նայում է եւ տեսնում, որ բանը Աննան աղոթքը երկարացրեց։ Բայց գիտեք Աննան ինչպես էր աղոթք անում, ովքեր ուշադիր կարդացել են։ Նա ձայն չէր հանում աղոթք անելուց։ Նա որտեղ էր աղոթք անում, եղբայրներ քույրեր։ Սա ֆիզիկական սրտի մասին չի, սա հոգևոր սրտի մասին է։ Այսինքն կա դրսևանց աղոթք լսելի մարդկանց առաջ, որը ովքեր էին անում, ովքեր էին աղոթքներ երկարացնում, դուք հիշում եք,
Փարիսեցիները աղոթքը երկարացնում էին, որպեսի մարդկանց առաջ երևան։ Բայց Աննան իրա սրտի մեջ էր այդ ողբը, այդ տրտմությունը սրտի մեջ էր, եւ Աստված, որ գաղտուկումը բնակվում է, ծածուկ բաները նա տեսնում է, եղբայրներ քույրեր։ Հիմա այդ Աննայի տրտմությունը որտեղ էր կատարվում, այդ խնդրվածքը որտեղ էր կատարվում։ Լավ բանը կատարվում է մարդու սրտի մեջ, իսկ վատ բանը որտեղ է կատարվում, նորից որտեղ։ Հիշում եք Արուսյակը ինչ ասեց, բանավոր ասեմ։ Արուսյակը գրված է, ոչ մեկին չէր ասե։ Նա հրեշտակապետ էր, բայց ոչ մի հրեշտակի չէր ասե։ Գրված է նա իր սրտի մեջ խորհեց ու ասեց. իմ աթոռը ինչ անեմ, բարձրացնեմ բարձրյալի աթոռի մոտ, հավասար անեմ, դուք հասկանում եք, լավ խորհուրդն է մարդու սրտի մեջ լինում, վատ խորհուրդն է մարդու սրտի մեջ լինում։ Հիմա հասկացաք ինչի համար է Տերը ուզում քարեղեն սիրտը ինչ անել, հանել մեր միջից եւ փոխարենը դնել մարդնեղեն սիրտ, որ Աստծո օրենքին հնազանդվել կարող է, բայց քարեղենը չես կարա։ Հեչ լսել եք հայ ազգի մեջ այդ արտահայտությունը շատ ենք լսել։ Հայ մարդ ասում է, «Էս ինչ քար սիրտ մարդ ես դու»։ Այդ ձևի բան լսած կլինեք, հա։ Քար սիրտ մարդ, այո, դա մարդու բնութագիրն է։ Եվ կարդամ Մատթեոս ավետարան 15-րդ գլխից այս համարը եւ աղոթք ենք անելու։ Կեղծավորներ 7-րդ համարից աղեք մարգարեություն հրավ ձեր վրա Եսային ու ասեց։ Հələ տեսնենք Եսային ինչա մարգարեացե, որ Տեր Հիսուսը տենց ասեց։ Այս ժողովուրդը միայն շրթունքներով զիս կպատվե։ Եղբայրներ քույրեր, այսինքն կարող է մարդը Աստծո առաջ պատվել Աստծուն, բայց ընդամենը ինչով պատվել, ընդամենը շրթունքներով։ Սա Աստծո առջև ինչ եք մտածում, ընդունելի է։ Հուդան գիտեք ինչ ասեց, ասեց անմեղ արյուն թափեցի, բայց ինչով ասեց, նա ինչով ասեց, շրթունքներով ասեց, բայց իր սիրտը Տեր Հիսուսի հետ բացարձակ կապ չուներ։ Հիմա շարունակությունը ասում է շրթունքներով զիս կպատվեն, բայց իրեն սիրտը հեռացած ու զատված է ինձ մե։ Հիմա Տիրոջ առաջ որն էր կարևորը, մեր սիրտը թե շրթունքներով ասածը։ Սա կարևոր թեմա է, եղբայրներ քույրեր, սա աղոթքի թեմա է։ Չլինի որ տարիները իմ կյանքում անցնի, բայց ես այդ ձև էլ մնամ ընդամենը շրթունքներով Աստծուն պատվող։ Ես լսել եմ անգամ մարդ, որը գիտեք ամեն երկրորդ բառը, ամեն երրորդ բառը, եթե Աստված կամենա, եթե Տիրոջ կամքն է, Աստված տա սենց լինի, Աստված տանենց լինի, բայց եկավ իրավիճակ, այդ նույն անձնավորությունը այն ձևի պորտկում ունեցավ, որ ես ափսոսացի, ասեցի Տեր Աստված, ամեն երկրորդ բառը Աստված, Տերը չի ուզում, որ շուրթերով պաշտենք։ Այսօր Տերը ուզում է, որ սա կատարվի ու պարապտեղը զիս կպաշտեն, մարդոց պատվիրած բաները իբրև վարդապետություն սովորեցնելով։ Ես չգիտեմ ինչքանով կարիք եղավ մտածելու, խորհելու այս խոսքերի վրայով, բայց եղբայրներ քույրեր, եկեք խոստովանենք, ժամանակը հասել է լուրջ ապաշխարության։ Դուք ուզում եք ընդունեք թե ոչ, բայց ավետարանը դա է ասում։ Ժամանակը հասել է առատության տարիները վերջանում են արդեն եւ գալու են սովի տարիներ։ Երանի են անձնավորությանը, որ իր սիրտը պատրաստում է Տիրոջ առջև մաքուր լինելու, զուլալ լինելու, խոնար լինելու։ Գիտեք, քարեղեն սիրտն է դնում եւ վերցնում, ասում չի դադարում, հիշում եք կանգնեց աղոթք անելու, շաբաթ այսքան եմ անում, այսքան եմ տալի, այսքան եմ անում, հետո նայում է ոնց որ սիրտը չհովանա, էլի ես տենց եմ պատկերացնում։ Մեկ էլ նայում է այդ մաքսավորին չէ կողքի, այդ սիրտը, այդ չար սիրտը ոնց հովանա, այ մարդ, այդքան բան անում է, վերջում էլ ինչ ասում, ոչ էլ ես մեղավորի նման, սիրտը չի հովանում էլի։ Գիտեք չկան այս ձևի վիճակներ, հա? Գիտեք չկան, եկեք անցնենք մեր ներքին սենյակը, կա այդ ձևի բաներ, կա։ Մի անձնավորություն ասեց, անկեղծ մի բան եմ ուզում ասեմ, ասինք ասա, հենց պաշտամունքի ժամանակ,
ասմա հարևանիս ասեցի, լրիվ ասեցի, դուրը խփեցի, իջա ներքև, այն ժամանակ ձեռքի հեռախոս չկար, շուտվա բան եմ ասում, հետո ասում տեսա ներսս էփում ա, վեկալեցի հեռախոսը զանգեցի, ասի էսել ու էսելու ադբոյ տվի, ասի հալալա քեզ, հալալ, այ մարդ էդ ինչ հերոսություն ես արել, տենում ես, մարդը վերև ասելա, դուրն էլ խփելա, բայց չի հանգստացել, եկետուն, են հիշում եք այդ հեռախոսը, որ սենց համարը հավաքում էին, այդքան համար հավաքելա, էփումա, ներսը էփումա, դա որ սիրտն ա, հուշեք ինձ, որ սիրտը, քարեղեն սիրտը, մեզ գերի անում, մեզ չարչարում ա, հիմա անցնենք այդ սրտի կողմը, թե մերժենք քարեղեն սիրտը, ընդունենք մարմնեղեն սիրտը, եղբայրներ քույրեր, սա աղոթքի թեմայա ներքին սենյակում, դուք գիտեք այդ պատմությունը, մի քույրիկ, որ խորը ապաշխարում ա, զգում, որ իրա ներսը կա քարեղեն սիրտ, և կա իրա ներսը հին մարդ, կարող ա շատերդ լսել եք, գալիս ա տուն մտնում սենյակ, ողբով լացով աղոթք անում, Տեր Աստված, ազատի ինձի ես հին սրտի ես հին մարդուց ես ինձի ազատի, ինձի տանջում ա, ինձի չարչարում ա, ամուսինն էլ անապաշխար միջանցքով անցնելուց, լսում ա, որ կին ասում ա հին մարդուց ինձ ազատի, ոնց թե, ուրեմն դու այսքան ժամանակ էլի հին մարդ ես ունեցե, ինձ ազատի մի քիչ էլ ականջատալի, ասում ա ինձի տանջում ա, ինձի միշտ նեղացնում ա, ինձի չարչարում ա, էլ չի դիմանում, դուռը բացում ա ու այդ քույրիկի քոթակը տալիս ա, հարցերը լուծում, իմաստուն գտնվենք, եղբայրներ քույրեր, ովքեր անցան իրանց սրտի կողմը դարձան ապստամբ, ովքեր դարձան իրա քարացած սրտի կողմը, դարձան Աստծուն ոչ հաճելի մարդիկ, բայց այսօր եկեք մեր ներսը այս որոշումը լինի, այս աղոթքի մեջ խնդրենք, Տեր, հոժար եմ, հոժար, մի եղբոր ասում են, տո դե թող էլի այդ քար սիրտը թող, ասում այ եղբայր հեշտ եք ասում, 38 տարի փայփայ պահել եմ, գիտեք հեշտա թողելը, բայց Տիրոջ մոտ զորություն կա, համաձայն եք, եթե մենք հրաժարվենք, Տերը կօգնի մեզի, տա մարմնեղեն սիրտ, որ Տիրոջ օրենքներին հաճելի կյանք ապրենք, կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ, շնորհակալ ենք, հավիտենք